Բարի երեկո Տեր Բաբլոնյան։ Բարեցես։ Այժմ Մուրացյան հոսպիտալի դիմաց ենք, որտեղ քիչ առաջ վերվեցին այսօր հակարի կամրջով Հայաստանի վերադարձած մեր 4 հայրենակիցները։ Խնդրում եմ ձեր ապրումներով, ձեր տպավորություններով կիսվեք մեր հետևորդների հետ լուրը, ինչ զգացողություններ առաջացրել։ Իսկապես շատ ուրախալի է այսպիսի լուրեր լսել, նամանավանդ իմ համար որպես հոգևորական, որովհետև ես մտածում եմ, որ սա մեր տարիներով աշխատանքի, աղոթքների արդյունքն է։ Մենք 20 թվականի պատերազմից հետո ամեն օր անհետ կորած ու գերեվարված զինվորների համար աղոթք ենք արել, ամեն կիրակի, ամեն շաբաթ ուխտագնացություններ ենք կազմակերպել եւ կարծում եմ սա այն բոլոր աղոթքների պատասխանն է, որ այսօր մենք կստանում ենք։ Ճիշտ է, մի քիչ ուշացած 5 տարուց ավել ժամանակ է անցել, բայց կարծում եմ Աստված է ժամանակները տնօրինում եւ կարեւորը որ Փառք Աստծո այսօր մեր հայրենակիցները այստեղ են եւ նաեւ պիտի շարունակենք աղոթել, որ այնտեղ գտնվող մեր բոլոր հայրենակիցները, ովքեր անկախ ամեն ինչից հայտնվել են այնտեղ, վերադառնան հայրենիք եւ այս ուրախ լուրը նաեւ թակի իրենց դուռը։ Հարազատների հետ այս ընթացքում ինչ այստեղ է գտնվում, հասցրել եք շփվել հաղորդել։ Այո, հա, հասցրեցի երկու հարազատի հետ հասցրեցի, շատ աննկարագրելի ու ուրախ եմ։ Ճիշտ է, հիմա այդպես ուրախության պահն է, շատ ոգևորված եմ, բայց փորձը ցույց է տալիս, որ հետո սկսվում են դժվար օրերը։ Այդ մարդկանց հետ աշխատանք է պետք կատարվի թե ընտանիքի, թե վերադարձած անձանց հետ, որովհետև իրենք պիտի բարդ հոգեբանական ճգնաժամի այսպես մեջ են լինելու եւ հոգեվորը իրենց շատ անհրաժեշտ է լինելու։ Որպես հոգեվորական դուք պատրաստ եք ձեր ավանդը բերել այդ գործում։ Այո, իհարկե, այս տարիների ընթացքում մենք բոլորը վերադարձած մեր անձանց հետ չէ, բայց մեծ մասի հետ այցելել ենք, շփվել ենք, զրուցել ենք, աղոթել ենք եւ մեծամասնությունը այսօր եկեղեցում են տարբեր ասենք պատարակների ընթացքում իրենց բնակության վայրերում այցելում են եւ մասնակցում են պատարակներին ու հոգեվոր կյանքի մեջ ունեն իրենց կայուն ներկայությունը։ Մաղթանք ունեք այսօր վերադարձած մեր հայրենակիցներին, նրանց հարազատներին, ինչպես նաեւ Աշկալուսանք, աշները լույս լինի, թող Աստված օրհնի ու զորացնի եւ մյուս անգամ կարճ ժամանակում հավաքվենք մեր մյուս հայրենակիցների վակվում գտնվող մեր բոլոր հայրենակիցներին մենք դիմավորենք։ Շնորհակալ եմ ձեր։ Խնդրեմ, ես եմ շնորհակալ։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար։